Թող Տիրոջ օրհնությունը լինի ամեն մեկիդ հետ։ Տիրոջ օրհնությունը լինի բոլոր մեզ նայողների հետ։ Օրհնված, օծված, Աստծով լցված լինեք, սիրելիներս։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք հավատարիմ մեր հետ եք։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջ ես հնարավորության համար, որ մենք կարող ենք անկախ հեռավորությունից, անկախ ժամանակից իրար լսել, հա։ Գիտեք, ես հիշում եմ Հիսուսի խոսքերը, որ ասում է, ինձ հավատացողը ինչ որ ես անում եմ կանի, դրանից ավելին էլ կանի։ Մարդիկ գիտեք ոնց են մտածում են Հիսուսը, որը մահացած մարդ էր կենթանացնում, դրանից ավելին որն է, երևի մի 30 տարվա մեռած պապուն հետ է բերելու, հա։ Ինչ որ տարօրինակ բաներ են մտածում, բայց ավելի չէր նշանակում, չգիտեմ, ավելի զորավոր գործեր, որ ինքը չէր կարող անել, մենք արեցինք, ուղղակի շատ բաներ կա, որ մենք անում ենք, որ Հիսուսի ժամանակ չկար։ Տեսեք, ես հիմա խոսում եմ 5000 կիլոմետր հեռավորության վրա, ինչ որ մեկը մեզ լսում է։ Հա, մենք անում ենք բաներ, որ այն ժամանակ չէր լինում անել, հա։ Փառք Տիրոջը, երբ որ Հիսուսը խոսում էր, ինքը մաքսիմումը կարողանում էր, չգիտեմ, նավակի մեջից խոսալ, որ մի քանի հազարը լսեին, այսօր մարդիկ ստադիոնում 100,000-ի են խոսում։ Միանգամից 100,000-ի, 1 միլիոն մարդու միանգամից ավետարան են հասցնում, հա։ Սա չի նշանակում, որ այսօրվա մարդը ավելի զորավոր է, չէ, սիրելիս, ամեն ինչ մեկը Հիսուսով է, բայց իրականում մենք կարողանում ենք անել ավելին, քան թե այն ժամանակ հնարավոր էր, հա, ժամանակից ելնելով։ Այնպես որ Տերը օրհնի քեզ, կապ չունի որտեղ ես, ինչ ես, Հիսուսն ասել է ինձ հավատացողը դու իրանցից մեկն ես։ Ասում է ինձ հավատացողը այն ինչ որ անում եմ կանի ու ավելին կանի։ Այդ քեզ էլ է վերաբերվում, հա։ Քեզ էլ է վերաբերվում, երբ որ երբեք չնայես թե դու դե ես խեղճ ես, ասենց համոստ ուսմունքներ կա, ասենց կանգնում են, ես խեղճ ես, խոնարհ ես, համեստ ես։ Սիրելիս, իսկական խոնարհությունը գիտես որն է։ Իսկական խոնարհությունը, երբ որ դու Հուդայի առուծի նման մռնչում ես։ Այդ դրա մեջ է խոնարհությունը, ներսումդ խոնարհ գար լինելով, այդ խոնարհությունն է։ Թե չէ կեղծ խոնարհությունը ոչ մեկի պետք չի։ Դրա համար դու շատ մեծ գործեր կարես Տիրոջ համար անես, սիրելիս։ Կողքինիդ մի նայ, ինքը իր մասին չի խոսքը, հենց քո մասին է, հա։ Դու կարաս շատ մեծ գործեր քո Տիրոջ համար անես, ամեն ինչ հենց քո ձեռքերում է։ Ոչ մեկ, ոչ Մարգարեյա ծնվում, ոչ Առաքելա ծնվում, ոչ Հովիվա ծնվում, ոչ էլ ինչ որ ծառայության ավակա ծնվում։ Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ դու հասկանում ես, որ դու Հիսուսին պետք ես։ Ու ինքը քեզ ուզում է օգտագործի իր արքայության համար։ Ամեն ինչ դից է սկսում։ Մնացածը Աստված կտանի, հա, չկանգնես։ Տերը օրհնի քեզ, այսօր մեր մոտ սպիտակ շորերի օր է, ով որ առաջի անգամ կարող է հարցնի ինչի ենք սպիտակ շորերով։ Մեր եկեղեցում այսպեսի ավանդույթ ենք ձևավորել, մենք դե տարօրինակ ենք, չէ, անպայման մի բան պիտի անենք, չէ, ամեն անգամ։ Նկատել եք, մեր մոտ ամեն ինչ ուրիշ է։ Միշտ մի բան մտածում ենք նոր, էլի։ Հիմա մեր եկեղեցում այսպեսի ավանդույթ է ձևավորվել, որ ամեն անգամ Պենտեկոստեի օրը, իսկ այսօր այդ օրն է, Պենտեկոստեն դա 50-րդ օրն էր, Զատիկից հետո, երբ որ Սուրբ Հոգին եկավ։ Ու այդ օրը մենք բոլորս ի նշան Սուրբ Հոգու բոլորս սպիտակ ենք հագնվում, հա։ Դրա համար այսօր մենք կիսաերկնային դիրքում ենք, հա, սպիտակ ենք։ Եթե կողքերդ բոլորը սպիտակ են, չմտածես, որ դա միշտ այդպես է։ Ու մյուս շաբաթ գաց ասես, ինչ եղավ այս մարդկանց, ինչի սևացան կամ կարիճնիվացան, հա, չէ։ Սիրելիս, այսօր հատուկ հագնվել ենք ի նշան նրա, որ այսօր Սուրբ Հոգու տոնի օրն է, հա, որը որ կոչվում է Պենտեկոստ է։ Ու ես ուզում եմ խոսեմ Սուրբ Հոգու մկրտությունից, ու մենք այսօր, ոնց որ Պենտեկոստեին աշակերտները մկրտվեցին, այսօր աղոթելու ենք, որ ովքեր որ մկրտված չեն Սուրբ Հոգով, չեն խոսում օտար լեզուներով, որ իրանք խոսեն։ Կա մարդ, որ մկրտված չի, եթե մկրտված չես, պարզի ձեռքը, դեռ չես խոսում օտար լեզուներով։ Տեսեք ինչքան շատ են, այսօր աղոթելու ենք, որ բոլորդ խոսեք, հա, Աստված օրհնի քեզ, այսօր քո օրն է, սիրելիս։ Փառք, իսկ հիմա գնանք Աստծո խոսքին, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Հովհաննեսի ավետարան 7-րդ գլխում Հիսուսը այսպեսի բան ասում, 7:37։ Եվ տոնի վերջին մեծ օրում Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող իմ մոտ գա եւ խմի։ Տոնի վերջի օրը,
կարևոր ինչ-որ բան պիտի ասի։ Դուք ել գիտեք, չէ՞, Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը խոնար իր ձենը հրապարակներում չէր լսվում, հանգիստ խոնար իր գործը անում էր։ Բայց այդտեղ շեշտած է, որ տոնի վերջի օրը Հիսուսը կանգնեց ու աղաղակեց։ Այսինքն դուք պատկերացնում եք, խոնար քարոզիչը աղաղակում է, ուրեմն կարևոր բան ունի ասելու։ Կանգնեց ու աղաղակեց եւ ասեց. եթե մեկը ծարավա, թող իմ մոտ գա եւ խմի։ Ինչ խմենք։ Շարունակությունը լսեք, ինձ հավատացող, ինչպես գիրքն ասում է, նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված։ Տեսեք ինչ ասում, ասում է, ով ինձ հավատաց, իր փորից կենթանի ջրեր կբխեն։ Բայց այդ ջրերը որպեսզի բխեն, Աստվածաշունչը հստակեցում է բերում, չի ասում կանգնած կլնես ու մեջիցդ կենթանի ջրեր կբխեն, ասում է սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին, դու պիտի ընդունես, որ բխի, այդ կենթանի ջուրը քո մեջ չկա, եթե մկրտված չես Սուրբ Հոգով, պիտի ընդունես Սուրբ Հոգուն, որովհետև կենթանի ջրերը քո մեջից բխեն, շեշտում է այստեղ, ասում է ինձ հավատացողը ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել։ Այսօրվա խոսքը ես վերնագրել եմ հենց այդպես, մկրտություն Սուրբ Հոգով, որովհետև այսօր խոսելու ենք Սուրբ Հոգուց, մկրտությունից ու աղոթելու ենք, որ մկրտվենք։ Եվ գործ առաքելոցում, տեսեք, ստեղ աղաղակեց Հիսուսը, հետո հա խոսած, տարբեր առիթներով հա բացատրեց աշակերտներին, որ այնքան լավ է ձեր համար ես գնամ, ես չգնամ Սուրբ Հոգին չի գա, ձեր համար շատ կարևոր է, ես հիմա մենակ ստեղ եմ, ինձ գալիս եք ասում եք լսի, Ղազարոսը մեռնում է, արի հասի, ես այստեղից ընտե միջև գնում եմ, Ղազարոսը մեռնում է։ Սուրբ Հոգին որ եկավ ինքը ամեն տեղ ալինելու, ամեն վարքյան ու ամեն վարքյան ձեր հետ ալինելու, ինչ ուզեք անելու է։ Ասեց ձեր համար լավ է, որ ես գնամ, որ չգնամ Սուրբ Հոգին չի գա։ Այնքան կարևոր է ձեր համար, որ Սուրբ Հոգին գա, գրած է Հիսուսը ասեց, ես կաղաչեմ Հորը, որ ձեզ Սուրբ Հոգի տա։ Այդքան կարևոր է սիրելի Սուրբ Հոգին քո կյանքում։ Տիրոջ Հոգին, որ գալի ու բնակվում է քո մեջ։ Եվ գնալուց առաջ արդեն խաչվե հարություն էր առել, աշակերտների հետ զրուցում էր, վերջի զրույցի ժամանակ գիտեք ինչ է ասում։ Դա գրած է Գործ առաքելոց առաջի գլխի 5-րդ խոսքում, որովհետև Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ շատ օրեր սրանից հետո։ Ասեց աշակերտներին ու գնաց։ Անցավ 10 օր Սուրբ Հոգին իջավ։ Սուրբ Հոգին իջավ ու աշակերտներին մկրտեց։ Բոլորը սկսեցին օտար լեզուներով խոսալ, մենք դրա մասին կխոսենք մի քիչ հետո։ Բայց հարցը առաջանում, ո՞րն էր նպատակը, ինչի եկավ Սուրբ Հոգին։ Գիտեք, այնքան կարևոր ու այնքան շատ, այնքան բազմաբնույթ գործ ունի այս կյանքում անելու Սուրբ Հոգին։ Մի հատ չի նպատակը, 5 հատ չի, 10 հատ չի։ Սուրբ Հոգին իմ ու քո կյանքում բազմաբնույթ գործ ունի։ Ինչքանով դու իրան տեղ ես տալիս, այնքանով ինքը գործ է անում քո կյանքում։ Գիտես ինչի է դա նման։ Ասենք դու աշխատանքի տեղ ունես, բիզնես ունես, դու ինչ ես անում, եթե գործերը լավ գնալու համար բիզնես խորհրդատու ես, չէ՞ վերցնում։ Հետո բիզնես խորհրդատուն ունես, մեկի տնում ես ընտանիքում խնդիրներ առաջանում, գնում ես ինչ ես անում, մի հատ էլ պսիխոլոգ ես վերցնում, որ հոգեբանական խորհրդատվություն տա։ Հետո գնում ես տեսնում ես, որ ինչ որ աշխատանքի վայրում գումարներ են կորում, ինչ ես անում, մի հատ էլ հաշվապահ խորհրդատու ես վերցնում, մի հատ էլ աուդիտ ես վերցնում խորհրդատու, ամեն բնակավարում, մեկ էլ տեսնում ես, որ առողջականդ լավ չի, մի հատ էլ բժիշկ խորհրդատու ես բերում, որ քեզ ասի, օй էստեղս ցավում է, ինչ պիտի խմեմ։ Ու մարդը ինչ անում, կյանքում տարբեր բնակավարներում իրան խորհրդատուներ ընտրում։ Գիտեք, Սուրբ Հոգին ամեն բնակավարի համար խորհրդատու է։ Հարցը գիտես ինչի մեջ է, քանի բնակավար իր առաջ բացում ես,
Այդքանում է խորհուրդ է տալիս։ Քանի տեղ թույլ ես տալի իրան մտնի, այնքան էլ քեզ խորհուրդ է տալիս։ Ինքը քո իմացած բոլոր մասնագետներից ավելի լավն է, ավելի շատ գիտի, որովհետև ինքը հենց կենթանի Աստված է քո կյանքում։ Փառք Տիրոջը։ Ուղղակի խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Խնդիրը նրանում է, որ հավատացյալները չեն գիտակցում ով է Սուրբ Հոգին իրենց կյանքում։ Այս մասերով լեզունով աղոթելուց լսում եմ իրան, բայց անձնական ցանկություններից մեջ մի մտի, բիզնեսից մեջ մի մտի, մի խանգարի, ընտանեկան հարցերից մեջ մի խանգարի, ես գիտեմ, կնգաս բերանը պետք է ապտակով փագեմ, չխանգարես ինձ։ Ես իմ հարցերը կլուծեմ, ու տենց էլ կյանքը չի տեսնում, որովհետև այդտեղ չես թողում մտնի, եթե ուզում ես հայտ տղամարդ երևաս, ես եմ ստե ասողը։ Հանգարց մի բան կողքից չասի, իմ թասիբին չկպնի, հա։ Որտեղ որ դու իրան տեղ ես տալիս, այնտեղ էլ ինքը աշխատում է քո կյանքում։ Ինչքան որ շատ տեղ ես տալիս, ինքը ամեն տեղ է, ամեն բնակավարում մեր կյանքում, ինքը ամեն տեղ հարց կարա լուծի։ Ինքը մենակ մի բանի համար չի եկել։ Ես մի քանիսը կկարդամ, ինչի համար եկավ Սուրբ Հոգին, բայց այնքան շատ է, որ ես կարող եմ մի շաբաթ կանգնեմ ու ստեղ կարդամ։ Առաջինը, որ ուզում եմ կարդամ, տեսեք, Սուրբ Հոգին եկավ առաջնորդի ու պատրաստի մեզ փրկության օրվա համար։ Սուրբ Հոգին եկել է, որ ինձ ու քեզ առաջնորդի ու պատրաստի փրկության օրվա համար, որ փրկության օրը գա խայտարակ չլինենք մեր սխալ քայլերով։ Տեսեք ինչ ասում Եփեսացիս 4:30-ը։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ինքը եկել է, որ քեզ պատրաստի փրկության օրվա համար։ Հաջորդը եկել է օգնի հեռու մնաս մեղքից։ Գաղատացիս 5:16-ն ասում է, բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Ինքը եկել է, որ դու իր հետ շարժվես, որ մեղքից հեռու մնաս։ Մի անգամ մի անձնավորություն ասում էր, որ իրան համոզետ արել էին բանը, սարսափ կինո նայելու։ Երկար ժամանակվա հավատացյալ էր։ Ասման ասած այդ կինոն եմ նայում, մեկ էլ առաջի անգամ կյանքումս Սուրբ Հոգու ձայնը լսեցի։ Ներսեսս ասեց, «Էս ուր ես բերե ինձ»։ Ինքը եկել է կանգնացնի մեր կյանքում մեղքերը, հասկանում եք։ Ինքը եկել է, որ օգնի, որ չգործենք մեղքեր, հա։ Հաջորդը լավ կարդամ երկու հատ վկայություն կա, այստեղ չնայած երևի մի անգամ կարդացել եմ, բայց ես մեկը լավն է կարդամ։ Երբ որ մեղքերը գալիս է, ես միշտ խորհուրդ եմ տալի մարդկանց, ասում եմ, երբ որ ինչ-որ խնդիր է, գայթակղություն է գալիս, չես կարող կանգնես, ուզում ես անես, ձեռքդ գնում է խմիչքի, գնում է սիգարետի, նարկոտիկի, աշկդ գնում է ուրիշի կնոջը, չգիտեմ եւ այլը եւ այլը։ Երբ որ ձեռքդ մեկ էլ գնում է ուրիշ պիղծ էջեր, երբ որ չես կարող կանգնես, զգում ես, որ արդեն գնում ես, բերանդ բաց սկսի լեզունով աղոթել։ Մի անգամից իրավիճակը կփոխվի։ Մի անգամից ձեռներից դել կզզվես մտքերից դել։ Ամեն ինչ կգա հետ։ Ինքը օգնում է, որ մենք մեղքին դեմ կանգնենք։ Հենց տենում ես, որ ոնց որ գնում եմ Էխոմելա Խեդոնայ Շիմալեկա Շիլով Ադամ, սկսում ես լեզունով աղոթել։ Հա, ու ամեն ինչ փոխվում է։ Հա? Փառք Տիրոջը։ Ինքը եկել է մեզ օգնի։ Մի հատ հենց այդ հարցի շուրջ մի հատ վկայություն կարդամ։ Բարև ձեզ, Հովիվ ջան, ես մի մեղքի մեջ էի, որ ինձ տանջում էր մի քանի տարի։ Այսօր վաղուց է գրես, այսօր եկեղեցի գալուց աղոթեցի, որ Տերը այս ծառայության ժամանակ խոսի ինձ հետ եւ տա ինձ լուծում այդ մեղքից ազատվելու համար։ Ձեր քարոզը այսօր ինձ սովորեցրեց ինչպես ազատվեմ ինտերնետային պիղծ էջերի կախվածությունից։ Ուղղակի Սուրբ Հոգին պարզ խոսեց ձեր միջոցով, որ այդ պահին, երբ ուզում եմ միացնել պիղծ սայթ, սկսեմ լեզուներով աղոթել։ Ես գիտեի, որ իմ այդ մեղքով շատ եմ տրտմեցնում Սուրբ Հոգուն։ Երկար ժամանակ է չէի զգացել նրա ներկայությունը։ Այսօր եկեղեցում նախքան աղոթքը խնդրեցի նրան, որ մտնամանա իմ հետ, եւ նա ուղղակի առավ ինձ իր գիրկը։ Շնորհակալ եմ ձեզանից շատ։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, գիտես, մարդիկ ասում են, բանը, գնամ 6 ամիս ռեաբիլիտացիա անցնեմ, 8 ամիս ադապտացիա անցնեմ, որ ես ինչը չանեմ, ինչը չանեմ, ազարտ խաղեր չխաղամ։ Հենց ուզում ես խաղալ, սկսի լեզուներով աղոթել, տնան ոնց ես խաղալու։
Պատկերացնում ես գնում ես որ բիբարո մուբարոների մեջ քո փողերը հանձնես իրանց որ իրանք լավ ապրեն դու կործանվես հենց ուզում ես կնոպկանը սխմես որ կործանվես մեկը սկսում ես լեզունով աղոթել ձեռը գնում էր մեկը տանանանա կամաց հետա գալիս սա հետա գալի ու այս կնոպկաները կոճակները սխմող ձեռը կամաց հետա գալի դառնում աղոթող ձեռ բանա փոխվում հա երբ որ լեզունով աղոթում ես փորձի հա փորձի երբ որ մեղքը հարցակվում ավրետ փորձի կտենաս ինչքան բան կփոխվի էլ որ ստիպես էլ քեզ փորձի լեզունով աղոթես ու քեզ բան ստիպես անես չի լինի որտեվ տիրոջ հոգին գալիս է ու սկսում է այս կողմից այն կողմից կտրել քեզանից ամեն խնդիր էլ ինչի համար եկավ կանգնացնի մեր սխալ որոշումները Սուրբ Հոգին եկել է որ կանգնացնի մեր սխալ որոշումները Գործ առաքելոց 16-րդ գլխից մի տեղ կկարդամ գիտեք մեկ մեզ թվում է եթե մի բան անում ենք բարի բան ուրեմն ճիշտ է դա մեզ թվում է եթե մի բան Աստծո համար ենք անում ճիշտ է դա Պատկերացնում ես գնամ փողոցում մի հատ մուրացկանա նստած տանեմ իրան 100 ռուբլի տամ ճիշտ է չէ Լավ բան եմ անում, Աստծո համար եմ անում, Աստված ասել է խնդրողին տվեք։ Բայց գնալու է նարկոտիկ օգտագործի այդ մարդը, ճիշտ է կամ արկաշա խմելու է։ Սուրբ Հոգին տես դեպքերում է շատ դեպքերում, որ մեզ թվում է մենք լավ բան ենք անում։ Ինքը օգնում է, որ չանենք։ Շատ դեպքերում ամեն լավ բան իր կամքը չի, անգամ եթե իր համար ես բան անում։ Գործ առաքելություն մի հատ լավ պատմություն կա 16-րդ գլխում։ Ասում է 6-րդ խոսքից. Փրուգյան եւ Գաղատացիների երկիրը ման եկանք, Պողոսն իր անկերներով ման է գալի։ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսանք։ Պատկերացնեք, Սուրբ Հոգին չի թողում իրանց, որ խոսան։ Ոնց Հիսուս ասել է գնացեք ամբողջ աշխարհին ավետարան ակարոզեք, ամբողջ աշխարհին ժամանակապակում չկա։ Բախի ասում մի խոսացեք։ Աստված մեզից լավ գիտի, երբ խոսաս, երբ լռես։ Շատ քրիստոնյաներ իրանց բարեկամները չեն ընդունում, չեն ուզում իրանց Աստծուն ընդունեն, որովհետև լռել չգիտեն։ Երբ բարեկամներին տեսնում են, սկսում են պետք է ապաշխարես, այնքան են ասում մարդը զզվում արդեն։ Դու պետք է իմանաս, երբ խոսաս։ Ասում ուզում ենք խոսանք ամբողջ Ասիայի մեջ արգելեց Սուրբ Հոգին խոսանք։ Շարունակությունը, երբ որ եկանք Միսիայի կողմերը ջանք էին անում, որ գնանք դեպի Բութանիա, եւ Հոգին թույլ չտվեց նրանց։ Պատկերացրեք, եկել են ավետարանություն, ասում են մենք առապում ենք, այս ինչ հարցակումներ է, սատանան այս ինչ անում, չի թողում գնանք, ասում է ջանք էին անում, որ գնայինք։ Ճեղք էինք այդ հակառակությունը, այնիշ պարզվում է Սուրբ Հոգին էր։ Ջանք էինք անում, ասում է գնայինք, Սուրբ Հոգին չթողեց։ Այսինքն ինչքան ուզում է տառապեցինք, ախր լավ գործ ենք անում, Աստծո համար ենք անում։ Մեկը չթողեց։ Եվ միսիայում անցնելով եկանք Տրովադա, մեկը այսօր աղոթելու ենք, ինչ ուզում ալինի, չմտածես, հա։ Փառք Տիրոջը։ Եվ միսիայով անցնելով իջանք Տրովադա։ Եվ գիշերում տեսիլքում երևացի Պողոսին մի հատ մակեդոնացի մարդ կանգնած էր աղաչում էր նրան ու ասում. «Անցի Մակեդոնիա եւ օգնի մեզ»։ Եվ երբ որ տեսիլքը շուտով տեսավ, հասկացանք, որ որ պետք է գնանք Մակեդոնիա, որովհետեւ Տերն է հրավիրել մեզ, որ ավետարանենք նրանց։ Տեսեք ինչքան հետաքրքիր է։ Ուզում էին գնային աջ, Սուրբ Հոգին չթողեց։ Ուզում էին գնային ձախ, Սուրբ Հոգին չթողեց։ Բա հիմա ինչ անենք, ժողովուրդ, հիմա ինչ անենք, ոչ աչաթողում, ոչ ձախ։ Եկեք քնենք։ Գրածա քնեցին, գիշերը Պողոսին տեսի, երազի մեջ Սուրբ Հոգին է, մակեդոնացի մարդու տեսքով եկավ, ասեց անցի մակեդոնացի։ Մակեդոնիա, արի օգնի մեզ։ Ոսմ առավոտ հասկացանք, որ Տերը մեզ կանչում է Մակեդոնիա։ Տեսեք ինքը օղորթում է, օգնում է, որ սխալ բաներ չանես, ճիշտ բաներ անել։ Անկամ եթե այդ բանը քո աչքին ճիշտ է թվում, ինքը շատ հաճախ կարա սխալ լինի։ Բայց Տեր Աստված, ախր այսօր աղոթել է, այսօր ով ինձ առաջինը եկեղեցում բարևի, հետո ամուսնանալու եմ։ Ես մի ծանոթ ունեմ, բարևելա ամուսնացել է իրանից 20 տարեկանի մեծ կնոջ հետ, տենց է որոշել։ Բայց այդ րոպեին շատ հաճախ, գիտես, երբ որ դու մի բան ես ուզում Աստծուց, մի հատ գաղտնիք ասեմ քեզ, շատ հաճախ
Մինչև Աստված իր ժամանակին կտա, մինչև է սատանան շատ հաճախ կոպիա է ուղարկում քեզ։ Ոչ միշտ, բայց շատ հաճախ կոպիա է ուղարկում, որ քեզ հիմնական օրհնությունը թխլի, հա։ Դրա համար ուշադիր եղի։ Սուրբ Հոգին ես դրա համար է, որ մի բան ուզում ես անես ու չի թողում։ Գիտեք իմ կյանքում քանի անգամ է ինձ կանգնացրել։ Ինչքան է եղել ուզենամ լավ բան անեմ կանգնացնի։ Անգամ եղել է ուզենամ մարդուն գումար օրհնեմ գախնի չի թողել։ Շատ անգամ։ Չի թողել, կանգնացրել է։ Բայց եղել է դեպքեր չեմ ուզել զորով ասլա ձեռդ հələ տար գրպանը։ Հա? Ինքը ամեն իրավիճակում գիտի լավագույն տարբերակը, այդ հենց Աստվածա ու քո հետ է։ Ուղղակի պիտի զգայուն ելնես իրան։ Հա, պիտի իր հետ մտերիմ լինես։ Ոչ թե գիտես ինչ ամբողջ օրը քո կյանքով ապրես ու ասես լավ դե երբ պետք է լինի ինձ կզգուշացնես, էլի։ Մաման ու պապան են մենակ տենց ասեմ քեզ, որ ինչ ուզում անես, երբ պետք է լինի զգուշացնում են, որ ոտդ քարին չխփես։ Աստված մի քիչ ուրիշ ձև աշխատում էր այդ։ Մեկ-մեկ թողում է ոտդ քարին խփես, գլուխդ էլ հետը խելքի գաս, որ վազես իր մոտ, ասես ցավում է մի հատ վեր քսի։ Մաման, պապան, ոյ բոլոս ինչ ուզում ես արա, մենակ ոտդ քարին չխփես։ Էդի սեր չի։ Էդի եսասիրություն է։ Իրանք իրանց են սիրում։ Իրանք քեզ չեն սիրում։ Իրանք իրանց են սիրում, ուզում է իր ձեռի խաղալիքը մաքուր լինի, հանկարծ քերված տեղեր չունենա։ Հա, իսկական սերը գիտես ինչ անում, թողումա քերվես խելքի գաս։ Տարօրինակ բան եմ չի ասում։ Գնանք առաջ։ Էլ ինչի համար եկավ Սուրբ Հոգին, եկավ զորացնի մեզ։ Հիսուսը հենց նույն առաքելած առաջի գլխում 8-րդ խոսքում ասում է. դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլնեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ Գիտեք, աշակերտները մինչեւ Սուրբ Հոգով մկրտվելը Սատանան այն որ sense հայերեն մի հատ բառ կա, ասում ենք փշտ։ Այս սատանան մի հատ այնպես փշտ արեց, բոլորը փախան։ Գրածա Հիսուսին եկան բռնելու, բոլորը փախան։ Ոչ կյանքի վտանգ կար, ոչ մահվան վտանգ կար, ոչ ծեծի վտանգ կար, փախան։ Եկել են Հիսուսին բռնեին։ Բայց հենց Սուրբ Հոգով մկրտվեցին այդ նույն փախնող աշակերտները հատ մեկը խաչվեց, մեկը սղոցվեց, մեկը կախեցին, մեկին թարս խաչեցին, մեկին դանակով սպանեցին, մեկին նիզակով բոլորը հատ գնացին դարան Աստծո համար զոհված նահատակներ, գիտակից։ Գիտես չի, որովհետև Սուրբ Հոգին իջավ իրանց մեջ ուրիշ բան դարավ, լրիվ ուրիշ զորություն եկավ, վախը գնաց, կասկածները գնացին, դարան մի հատ ամուր թիմ Աստծո համար, որ գնացին մի քանի 100 հոգով ամբողջ աշխարհը շուռ տվեցին, սենց ասեմ։ Մի քանի 100 հոգով սկսեցին ամբողջ աշխարհը շուռ տվեցին, բայց Սուրբ Հոգին իրանց հետ, հա? Սուրբ Հոգին գալիս է որ զորացնի քեզ, ելես չի գալի որ դու ավելի վախկոտ դառնաս։ Եկավ մեր կյանքերում արդարություն, խաղաղություն, ուրախություն բերի։ Հռոմեացիս 14-17, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Հա, երբ որ Սուրբ Հոգին քո մեջ է, վախը գնում է, կեղտոտ մտքերը գնում են, արդարություն է գալի, խաղաղություն է գալի մեջ հետ, ուրախություն է գալիս։ Եթե ամբողջ օրը փնթփնթում ես, ամեն ինչի դժգոհ ես, ուրեմն հələ չես գիտակցել, որ Սուրբ Հոգին քո մեջ է։ Սուրբ Հոգով մկրտված մարդը Տիրոջ հոգու պտուղով է լցվում, որի մեջ ուրախություն կա։ Էլ ինչ է լինում, եկավ որ օգնի ճիշտ աղոթենք։ Հռոմեացիս 8:25-ում գրած է, այնպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժանի է չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Հռոմեացիս թղթի հեղինակն ասում է, ոնց պիտի աղոթենք, պատկերացնում ես, համաշխարհային առաքելը Պողոս ասում է, ոնց պիտի աղոթենք չգիտենք։ Ճիշտ, որովհետև քո իմացած ճիշտը քո ուղեղի ճիշտն է։ Աստծո ճիշտը երկնային ճիշտն է։ Շատ հաճախ իմ ու քո ուղեղի ճիշտը ընդհանրապես կապ չունի երկնային ճշտի հետ։ Որովհետև այնտեղ է կատարյալ ճիշտը, մեր մտածած ճիշտը լրիվ ուրիշ է։ Գիտեք, իմ փորձով ասեմ, հեռու չգնամ եկեղեցուց ասեմ։ Մենակ մեր եկեղեցին չէ, ընդհանրապես հոգևորներից։ Գիտեք, ես մեկ լսում եմ, ասենք մի քուրիկ գալիս է պատմում է իր ամուսնուց։ Իմ ուղեղը ասում է այդ մարդը հրեշ է։
Ես չեմ հասկանում, այս խեղճ աղջիկը ո՞նց է ապրել դրա հետ։ Հրեշ է այդ մարդը։ Ուզում եմ բռնեմ ճղեմ։ Կարելի է օևնեին, հա, թե չէ։ Չէ։ Գիտեք, հետո ամուսինն է գալի հետը խոսում եմ։ Ասեմ ես հրեշտակից ինչ ա ուզում ես աղջիկը։ Տեսեք, իմ ճիշտը վրաց փոխվեց։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Ոչ այնա ճիշտ, ոչ այնա ճիշտ, երկուսն էլ իրանց դիրքից են ասում։ Որ Աստծուն հարցնեմ, Աստված կասի երկուսն էլ մեղավոր են, հպարտ, գոռոզ, ինքնասիրարված, մինչև չփոխվեն, բան չի փոխվելու։ Բայց ես որ իրանց լսում եմ, նրան լսում եմ, ինքնա ճիշտ են, հրեշտա սրան լսում եմ, եսա ճիշտ։ Իմ ուղեղի ճիշտը լրիվ ընդհանրապես կապ չունի այն ճշտի հետ, որ Աստծու մոտ է։ Դրա համար է Պողոսն ասում է մենք խնդիր որ կա, չգիտենք ոնց աղոթենք ճիշտ։ Որտեվ եթե այդ քուրիկին լսեմ, պետք է աղոթեմ Տեր Աստված, խնդրում եմ փոխի իր մարդուն։ Թողես անարատ աղավնի էակը հանգիստ ապրի։ Մարդուն լսեմ, պետք է ասեմ Տեր Աստված, ազատի ես խեղճին են հրեշից։ Հասկանում եք տարբերությունը, բայց երկնային ճիշտ ինչ ասում, երկուսն էլ հպարտ գոռոզ, ինքնասիրարված իրանց ասածին են։ Մինչև իրանց քիթ ասֆալտին չխփեն, մինչև իրանք չխոնարհվեն, բան չի փոխվելու։ Ու երբ որ ես Սուրբ Հոգով եմ աղոթում, ես ասեմ Տեր Աստված, ես հիմա աղոթում եմ իրանց երկուսի համար, ու սկսում եմ խոմ իդեանոխը մելակե շուլակելամ, ու սկսում եմ լեզներով աղոթել։ Գիտեք ինչ է տեղի ունենում։ Սուրբ Հոգին ասում է ամբարբար հառաչանքով բարեխոսում է։ Սուրբ Հոգին հորն ասում է երազով կլինի, տեսիլքով կլինի, մարդու միջոցով կլինի, եկեղեցու հովիվի միջոցով, իր ավակի միջոցով կլինի, թող խոսքը դուրս գա, որ դուք հպարտ եք, խոնարհվեք։ Տեսեք, ինքը լրիվ ուրիշ բան է աղոթում։ Ես ընդհանրապես տեղյակել չեմ ինչ աղոթում։ Մենք չգիտենք, բայց Տերը գիտի։ Ու շատ մեր կյանքի հարցերում քո աղոթքը կարա քո հարցի լուծման թշնամին լինի։ Եթե հայերեն աղոթք ես անում ուղեղից հետ ելնելով, մտքից հետ ելնելով։ Բայց երբ որ լեզուներով ես աղոթում, երբեք աշխարհում երբեք ոչ մի անգամ լեզուներով հնչած աղոթք ոչ մի սխալ աղոթք չի հնչի։ Որովհետև լեզուներով Սուրբ Հոգին երբեք սխալ աղոթք չի անում։ Հա? Դրա համար էլ շատ հաճախ չգիտես ինչ աղոթում։ Պատկերացրու նուբարին հանդիպել ես, նուբարը աղջիկ է։ Հա, որտեղ երկու տղա էլ անում աղջիկ էլ։ Նուբարին հանդիպել ես ու աղոթում ես Տեր Աստված, խնդրում եմ, նենց արա մի հատ էլ հանդիպեմ, ես իրան սիրարվել եմ, ինքն է իմ կյանքի կեսը։ Ու աղոթում ես լեզուներով, ու լեզուներով աղոթքդ մոտավորապես հենց է թարգմանվում։ Հանկարծ ինքը նուբարին չհանդիպի, նուբարը իր կյանքը խորտակելու է։ Ու չգիտես, աղոթում ես ու լեզուներով, մտածում ես, հեսա նուբարը գալու է։ Ինչքան աղոթում ես, այնքան նուբարը բեմուրազա դառնում, բենուբարա դառնում, ոնց են ասում, հա։ Մուրազը փորն է մնում, չես հասկանում ինչ եղավ, այսօր կորավ էս աղջիկը։ Դու ես աղոթե, հա։ Փառք Տիրոջը։ Այսի կարևոր է, սիրելիս, ինչքան շատ ես հասկանում Սուրբ Հոգու դերը քո կյանքում, այնքան քո կյանքը ծաղկում է։ Մեզ կողքից չեն հասկանում, ասում են, տելաբետ ինչ եք ասում, ինչ պարտադիր է լեզուներ, ինչ պարտադիր է, սիրելիս։ Եթե պարտադիր չներ, Հիսուսը չէր ասի, մնացեք Երուսաղեմում, մինչև Սուրբ Հոգով չմկրտվեք։ Ու այդ ասում են, դե դա որ վերապրում ենք, վերապրումը չէ, վերապրումը մինչև այդ արդեն փչել էր իրանց վրա, ասել էր առեք Սուրբ Հոգին։ Բայց ասես մինչև չգնամ Սուրբ Հոգին չի գա։ Մնացեք Երուսաղեմում, տեղ չգնաք, մինչև չմկրտվեք։ Էլ ինչի համար եկավ, եկավ պարգևներով լցնի, զորություն տա, հոգու պտուղը տա, եկավ մեզ ազատագրման ու բժշկության օծություն տա, եկավ մեզ երազներ, տեսիլքներ տա, ու շատ բաներ կա, որ կարանք ասենք ինչի համար եկավ։ Բայց իր գալը շատ կարևոր էր։ Համաշխարհային իրականության մեջ արտառոց դերբ էր, երբ որ Սուրբ Հոգին իջավ երկրի վրա։ Դա արտառոց անհամեմատելի դեպք էր։ Երբ որ Տիրոջ Հոգին, մենք ասում ենք Հայր, Որդի, Սուրբ Հոգի, չէ՞, Սուրբ երրորդություն։ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Երբ որ Սուրբ Հոգի Աստվածը եկավ բնակվի քո մեջ, հենց քո մեջ։ Մարդ արարածի մեջ, հերիք չի բնակվի։ Գիտեք, բնակվելը մի ուրիշ բան է, բայց դիմանա այդ մարմնի մեջ, որ այդ մարմինը ինչեր է անում, դա մենակ Սուրբ Հոգու սերը կարա անի։ Որովհետև եթե իրական արդար ձևով մնար մարդու մեջ, մարմին, ես չգիտեմ, հավատացյալների 99%-ը կվառվեին տեղում։ Բայց դիմանում է Տիրոջ Հոգին, այն որ ասում է զսպեմ ինձի
միգուցե փոխվի։ Զսպեմ ինձ, ես մի բան էլ կարող է թողի։ Դիմանում է Սուրբ Հոգին։ Դրա համար պետք է գիտակցես, որ Սուրբ Հոգին քո մեջ է։ Դրա համար եմ ասում, հենց որ մեղքա ուզում է քեզ վերցնի, հենց ուզում ես մեկից բամբասես սկսի լեզուներով խոսալ։ Հա, Վարդուշ ջան, լսեն արմիկը, խոլը շիդեր որոշել ու չես կարող էլ խոսաս։ Ինչ արմիկը, ինչ, չէ, Վարդուշ ջան, всё, բրծավ, էլ ինչ ասես։ Հա? Սկսի լեզուներով խոսալ ամեն ինչ կկանգնի, սիրելիս։ Ուզում ես մեկի վրա գոռաս ու սկսի լեզուներով խոսալ։ Տեսնեմ կշարունակես գոռաս, չէ։ Փառք Տիրոջ է, լավ, գնանք առաջ, այսօր ժամանակ մենք երկար աղոթք պիտի անենք, որն է մկրտության արտաքին նշանը, ինչ է նշանակում, այդքան որ ասում ենք Սուրբ Հոգով մկրտվել, ինչ է դա նշանակում։ Տեսեք, հենց մենք հիմա կարդում ենք այնտեղը, երբ որ Սուրբ Հոգին առաջի անգամ իջավ։ Գործ Առաքելոց 2:1-ից, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասին մեկտեղ էին։ Հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես, լցրեց բոլոր տունը ու նստած էին։ Աշակերտներով նստած էին, Հիսուսն ասել էր՝ մնացեք մինչև Սուրբ Հոգին չգա, նստած սպասում են։ 10 օր ասած իրար աշկերի մեջ են նայում, ինչ ա եղել, սպասում եմ։ Մեկ է քամի, տան մեջ քամի սկսվեց։ Հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը ու նստած էին, եւ երևաց նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ոնց որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Տեսեք, ասում է, նստած էին, Սուրբ Հոգին եկավ, սկսեցին խոսալ։ Այսինքն Սուրբ Հոգով մկրտված լինելու արտաքին նշանը դա լեզուներով խոսալն է։ Ես լսել եմ շատ հաճախ մարդիկ ասում են, ես արդեն 30 տարի Սուրբ Հոգով մկրտված եմ, ասում խոսում ես, չէ, ինչ խոսամ։ Չէ, պարտադիր է։ Դե դա է նշանը, որ դու մկրտված ես։ Եթե մկրտված չես խոսում, եթե մկրտված ես, խոսում ես։ Լինում են մարդիկ, որ նոր է մկրտվել, մի երկու օր մենակ ձայն է անում, sense մինչև բերանը բացվի, ոնց որ փոքր երեխան ոնց է որ նոր սկսում է խոսալ։ Բայց մարդիկ կան հենց առաջի վարքյանից երկար խոսում են։ Բայց չի կարա մարդը 3 տարի է մկրտված, հոլը բառ չի ասել։ Ինչո՞, որտեղից է երևում, որ մկրտված ես։ Արտաքին նշան ասում, սկսեցին ուրիշ լեզուներով խոսել։ Եթե մարդը մկրտված է Սուրբ Հոգով, ապա իր մկրտությանը պիտի հետևի լեզուներով խոսալը, սիրելիս։ Սա արտաքին նշանն է։ Գործ Առաքելոց 10:44 եւ Պետրոսը դեռ այս բաները խոսելիս Պետրոսը խոսում է անհավատների հետ, լրիվ անհավատ։ Չգիտեն Հիսուս նովա նոր բացատրում է, հենց նոր բացատրում է Հիսուս նովա։ Ուղղակի Աստծուն սիրող մեկն է իր ընտանիքով, ցեղով։ Բայց գիտեք, հենց սկսում է խոսալ, ներքին ապաշխարություն է սկսում մտները։ Զղջում է սկսում, մարդիկ հասկանում են, ոնց, sense բան կա, մենք չգիտենք, փաստորեն մեկը մեր համար մահացել է։ Խոսում է Հիսուսը այդ ամեն ինչից եւ գրածա եւ Պետրոսը դեռ այս բանը խոսելիս Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա եւ զարմացան Պետրոսի հետ եղող հավատացյալները, որ թրպատությունից էին, որ հեթանոսների մեջ էր Սուրբ Հոգու պարգևը թափվում, որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներով խոսում են եւ Աստծուն փառավորում են։ Տեսեք, պարգևը Սուրբ Հոգու տեսանելի ձևով թափվեց իրանց վրա։ Ասма Պողոսի հետի աշակերտները իս դրանք վայ, գիտենք ինչ օրինապաշտրյաներ էին։ Ահա որ թլպատությունիցն էին, այսինքն իրանք ընդունում էին, եթե մարդը թլպատված չի կարա փրկվի։ Պատկերացեք, այսպես կանգնած, այս Պետրոսը խի է եկել այս հեթանոսների մեջ քարոզում։ Մեկը սրանք անթլպատ են, սրանցից քյար չկա։ Մեկ էլ հոպ, գնաց ասող սկսեցին լեզուներով խոսալ։ Ու սրանք զարմացան։ Պետրոսի հետ զարմացած նայում ոնց հեթանոսներին Սուրբ Հոգին իջնի իրանց մեջ, այս անթլպատների մեջ, հնարավոր չի։ Պետրոսը կանգնեց, գիտեք ինչ ասեց։ Ասեց, եթե Աստված իրանց Սուրբ Հոգով մկրտվել է, ես ով եմ, որ ջրով չմկրտվեմ, գնացինք ջրով մկրտվելու։ Եթե Աստված իրանց ընտրեց ու մկրտեց։ Սա բոլոր են շատ խորը հավատացյալների համար իրանց ուսմունքներով, որ Սուրբ Հոգու դեմ են խոսում կամ էլ սխալ բաներ են խոսում, լավ։ Ստե պարզ ամեն ինչը գրած է։ Սուրբ Հոգին իջավ ու բոլորը սկսեցին լեզուներով խոսալ։ Այնպես որ մարդիկ տեսան, որ խոսում են։ Առաջի Կորինթացիս 14:2, որովհետև լեզուներով խոսողը մարդու հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ով չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում։
Լեզուներով խոսող ասում է մարդու հետ չի խոսում։ Եթե հասկանալի լեզուներ լիներ, ոնց որ ոմանք ասում են, հասկանալի լեզուները մարդու հետ են խոսում, որ մարդը հասկանա։ Ասում մարդու հետ չի խոսում, այլ հոգով խորհուրդներ է խոսում։ Լինում է դեպքեր, երբ մարդկային լեզվով ինչ որ ուղերձ է մեջ է լինում, ինչ որ մեկին ինչ որ բան հասկացնելու համար։ Բայց հիմնական ասում է մարդկանց հետ չի խոսում, Աստծո հետ է խոսում, որովհետև ոչ մեկ չի լսում։ Ոչ մեկ, այսինքն չի լսում, ի նկատի ունի չի հասկանում ինչ է ասում։ Բայց հոգով խորհուրդներ է խոսում։ Այսինքն տեսեք, մեր բարերով ասած, տեսեք, հոգով խոսալը, երբ որ դու հոգով ես խոսում, դու բարձրանում ես երկինք Աստծու մոտ։ Սահմանափակում չկա։ Երբ որ հայերեն ես խոսում, Աստծուն իջացնում ես քո մոտ, երկրի վրա։ Սահմանափակ աղոթք է։ Բայց երբ որ լեզուներով ես աղոթում, դու ես բարձրանում երկինք։ Քո խոսքերը բարձրանում են երկինք, հոգևոր դաշտում ամեն ինչ լինում։ Անսահման է այդ աղոթքը։ Գործ Առաքելոց 19:6 մի ուրիշ դեպք, երբ որ մկրտություն եղավ, հա։ Եվ երբ որ Պողոսը ձեռքը դրեց նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա, եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարանում։ Տեսեք էլի նույնը։ Պողոս Առաքյալը, հիմա էլ Պողոսն է։ Ձեռքը դրեց իրանց վրա, գրածա հենց ձեռքը դրեց, սկսեցին լեզուներ խոսալ։ Լեզուներ խոսալ ու մարգարեանալ, այսինքն օտար լեզուներով, երկրային լեզուներով խոսում էին, հունարեն մարգարեանում էին։ Հա? Ոնց որ խոսալ լեզուներով, մեխոդոբիլորի շիլոմետ հետո ասի, այսպես է ասում Տերը, գնում ենք առաջ։ Հասկացաք, հա, համ խոսում էին, նոր պարգևը իջել էր, համ լեզուներով էին խոսում, համ էլ միանգամից մարգարեական պարգև էր եկել։ Սկսում էին մարգարեանալ։ Այսօր մենք աղոթելու ենք բոլոր նրանց համար, ովքեր որ մկրտված չեն։ Դրա համար sense մանրամասը բաներ եմ ասում, որպեսզի դու իմանաս ինչի մեջ ես գնում, ում ես ընդունելու քո կյանքը սիրելիս։ Հա? Այսօր որ դու մկրտվեցիր Սուրբ Հոգով, արդեն քո աղոթքն էլա փոխվելու, քո աղոթքի որակն էլա փոխվելու, որովհետև արդեն դու չես աղոթում, այլ Տիրոջ Հոգին, որ քո մեջ է։ Սա լրիվ տարբեր է։ Քո մարդկային աղոթքը եւ Տիրոջ Հոգու աղոթքը։ Մի մեթոդիստ հովիվի օրինակ կա մոտս գրած 20 տարի առաջ մի մեթոդիստ հովիվ, մեթոդիստները իրանք ապաշխարած քրիստոնեական ուղղությունը, որ Սուրբ Հոգի չեն ընդունում, տենց, որ այսինքն մկրտություն լեզուներով աղոթել չեն ընդունում։ Եվ այս մարդը գնացել էր միտեղ ծառայություն էր սկսել, ու մարդ չկա։ 6 ամիս մենակ իր կինն է, ինքը քարոզում է։ Կինը նստում է դա եկեղեցում, ինքը վերականում պարտաճանաչ ու սկսում է խոսալ կնոջը։ Պատկերացնում եք բանը, VIP հովիվ է, էլի, կնոջ համար, էլի, sense մի կնոջ համար ինքը հովիվություն է անում 6 ամիս, բայց հավատարիմ հովիվ է։ Հա, իր գառներին հավատարիմ է, մի հատ գառ ունի, բայց 6 ամիսը հավատարիմ մնում է։ Ու գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Աղոթք անում երկար ու Սուրբ Հոգով մկրտվում է։ Իսկ իրանց մոտ դա չի կարելի, լեզուներով աղոթել չի կարելի։ Դա ճիշտ չի, չգիտեմ ով է իրանց սովորացրել։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր, մենակ կիններ իրան լսում։ Մկրտվելուց հետո կարճ ժամանակ հետո 6000 երիտասարդ ուներ եկեղեցում։ 6000 երիտասարդ։ Բա փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Այսպես կարևոր է, սիրելիս, լրիվ ուրիշ օծություն է։ Մեծ տարբերություն կա, որ մկրտված եկեղեցիների ու չմկրտված, ես չեմ ուզում վատ բան ասեմ, ես չեմ ուզում ինչ որ ճիշտ հասկացեք, մկրտվես չմկրտվես փրկության հետ կապ չունի։ Չենք փրկվում մկրտված կամ չմկրտված։ Ուղղակի մկրտված մարդը ավելի հեշտ է պահում իր փրկությունը։ Ավելի հեշտ է պայքարում մեղքերի հետ, ավելի հեշտ է հաղթանակների մեջ գնում։ Չմկրտված եկեղեցիները ավելի սառում են։ Այս վերջերս ես Բերլինում էի մի քանի օր առաջ, մեծ կոնֆերանսի էի։ Շատ մեծ, 2000 հոգի մարդ կար։ Բոլորը հովիվներ, եպիսկոպոսներ, շատ հայտնի։ Գիտեք, մեծ մասը չմկրտված եկեղեցիների հովիվներ էին։ Միջին տարիքը 50-ից բարձր էր այդ կոնֆերանսը։ 50-ից երևի քիչ ասեցի, կարող է 60-ից բարձր լիներ։ Հատկապես խոսնակները 70-ից բարձր էին բոլորը։ Գիտեք, Սուրբ Հոգին թարմություն է բերում, արթնություն է բերում։ Եթե չկա Սուրբ Հոգու մկրտությունը քո ներսում,
Սա հեշտ է սարելը։ Արդեն ներսը չի լցվում, ուղեղը տա լցվում։ Այդպիսի եկեղեցիներում գիտեք շատ լավ դրած է դոկտրինաները։ Շատ լավ։ Մենք բան ունենք լիքը սովորելու իրանցից։ Խորը արմատական ուսումնասիրում են շատ հարցեր Աստվածաշնչյան։ Բայց հոգին չկա։ Չկա հոգին։ Բայց Տերը մեզ կանչել է հոգով գնանք, ասում հոգով գնացեք ու մարմնի գործերը չեք անի։ Հոգով պետք է շարժվես։ Եթե այդքան կարևոր չներ Սուրբ Հոգու մկրտությունը, Հիսուսը այդքան չէր խոսա Սուրբ Հոգու մասին։ Այդքան չէր խոսա։ Ասեց հորից ուզեք ու հայրը կտա ձեզ Սուրբ Հոգին։ Այսօր հենց դա էլ անելու ենք։ Այսօր հորից Սուրբ Հոգին ենք ուզելու։ Մի հատ էլ վկայություն կարդամ, չգիտեմ, երևի էլի կարդացել եմ կամ չէ։ Հովիվ ջան, on-line ձեր քարոզն էի լսում, պատրաստվի կրակը գալիս է։ Այդ խոսել եմ այն մասին, որ Սուրբ Հոգով մկրտվեն մարդիկ, հա, պատրաստվի կրակը գալիս է։ On-line ձեր քարոզն էի լսում եւ մկրտվեցի Սուրբ Հոգով։ Աղոթքը դեռ մի քանի վայրկյան էի սկսել եւ ես սկսեցի լեզներով աղոթք անել։ Հովիվ ջան, ուղեղս, միտքս ընդհանրապես չէր աշխատում, միայն աղոթում էի առանց դադարի։ Կարելի ասել ամբողջ գիշեր աղոթել եմ։ Այսօր ամբողջ օրը մտքիս մեջ էի աղոթում։ Չգիտեմ ինչ լեզվով, բայց աղոթում էի։ Կներեք, դա նորմալ է, անդադ աղոթելը։ Տեսեք, մարդը ուղղակի քարոզը ինտերնետով լսել է ու մի անգամ ես մկրտվեց սկսել է աղոթելը։ Ասում անդադ աղոթում էի։ Ես հիշում եմ մի անգամ մի շատ վաղուց էր, երևի 20 տարի առաջ էր։ 3 հոգի կանգնած էին, պիտի աղոթեի, որ մկրտվեին Սուրբ Հոգով, ծառայությունից հետո։ Ալավերդիում էր դեռ, հա։ Ուրեմն այս մեկին աղոթեցի, այս մեկը ընկավ։ Չեմ էլ ֆրացել իրակոմ, ասենց աղոթում եմ մկրտվեց, մինչև շուրեկա տնամ այս մեկը ընկել է արդեն։ Պարկած է, ընկել էր դիվան էր հետև, ասենց ընկել էր ու ցեն չկա, իր համար ուղակի պարկել է, բայց զգում ես, որ վայելում ա տիրոջ, ասի չխանգարեմ։ Այս մեկի համար եմ աղոթում, մեկը մի 5 րոպեից դուրս արթնացավ։ Ցենց անում, այս ինչա կատարում, ասում եմ, ներսս մի հատ երգչախումբ է երգում։ Երկնային ասում եմ, մարդ չի կարա սենց երգի։ Ասի մկրտվել ես, հիմա բերանը բաց այդ երգը կլսես դու։ Բերանը բացեց ու սկսեց խոսալ։ Սկսեց խոսալ, օրհնեցի գնաց։ Մի որոշ ժամանակ հետո, երևի մի քանի ժամ հետո հետ եկավ։ Ու չեմ կարում կանգնեմ, ես ինչա։ Խոսում եմ։ Ասի շատ լավ է, մի կանգնեմ, մենակ կամանց խոսած, փողոցում չմտածեմ մի բան այն չի կոմոդ, հա։ Կամանց, ինչքան ուզում ես աղոթել եզնով։ Գիտես, այն որ Աստված այն քո ներսի, քո հոգու ծարավը, ցես բխումա դուրս, էլ չես կարողանում կանգնես։ Հա, ժամերով աղոթում չի կարող կանգնել, նորմալ է սիրելիս։ Հենց որ դու այսօր մկրտվես Սուրբ Հոգով, չմկրտվես ու ասես, ահա ես էլ արեցինք։ Կգնաս, կսկսես աղոթելը տանել, հա։ Աղոթելը, որ լեզուն բառերը շատանան, նախադասությունները կշատանան, խոսքերդ կշատանան, կփոխվեն շատ հաճախ։ Թե չէ մարդկա մկրտվում է մեկ էլ տարվա մեջ 2 անգամ ձեռը բարձրացնում է, 2 բառ ասում է։ Ու անցել է 20 տարի, Ոսում ես իմանաս ինչի լեզուտ չի փոխվում, որովհետև կամ լավ չես աղոթում, կամ ուշուշ ես աղոթում։ Որտե մարդկա 20 տարի աղոթում է ու գալի ասում է, հովիվ ջան, ինչի է այս 20 տարի ասում եմ, հելո։ Ասեմ, որովհետև որ մկրտվել ես, երեխեն պատկերացնում եք առաջի օրը ասես, հլա ասա մամա, ասի մամա, 20 տարուց հանդիպես ասի մամա, ասես էլ ասի մամա, ինչի որովհետև ամիսը մի անգամ, տարին մի անգամ մենակ մամա։ Այդ մարդը մենակ էդ է ասել, էդ էլ գիտի, բայց որ թողում է, ասում է կյանքի կենդանի ջրեր կբխեն, որ սկսում ես բխացնել, ջրերը գալիս են, փոխվում են, խառնվում են, այնքան բան է փոխվում։ Հա դրա համար ուշադիր եղի, եթե արդեն 20 տարի աղոթում ես, հələ նույն բառերն ես ասում մի քանի հատ, ուրեմն կամ շատ ուշուշ ես աղոթում, կամ ամեն օր անգիրարած կանգնում ես աղոթքի։ Կանգնում ես քո մի քանի բառ արագ ասում ես, դու ես գալի մտածում ես այդ աղոթքը։ Չէ։ Ուշադիր եղ, որ խոսում ես, Տիրոջ հոգին խոսում է, միտքդ բեր առաջ, գումարի խոսածածին, կարող ես սկսես հասկանալ ինչա խոսում, դու ես զարմանաս։
Եկեք կարող ուրիշ նախադասություններ սկսեն դուրս գալ, որովհետև դու չես խոսում։ Երբ որ ես եմ խոսում, բառերս ստեղ է ծնվում։ Երբ որ Սուրբ Հոգին է խոսում, բառերս ստեղ են ծնվում։ Լեզվիս վրա։ Ես չգիտեմ ինչ եմ խոսում, չեմ էլ մտածում։ Երբ որ քո հետ հիմա խոսում եմ, եթե ստեյջ չխոսամ, դու կասես հովիվը գժվել է։ Որովհետև ուղեղս հրամայում է լեզվիս ինչ ասի, որ գժի տպավորություն չթողեմ։ Բայց երբ որ Սուրբ Հոգով եմ խոսում, ուղեղս հանգիստ է, ուզում ես խնդիր դու լուծեմ։ Ինչ ուզում ես, ուզում ես շահադրություն, ուզում ես ոտանավոր գրեմ քեզ։ Խնդիր չկա։ Ուղեղս հանգիստ է, որովհետև լեզուներ այստեղ է ծնվում, հա։ Տիրոջ Հոգին այստեղ է սկսում խոսալ, ինքն է խոսում, ինքը իր բառերով։ Իմ ուղեղը մենակ խանգարում է տեղ։ Մարդիկ լինում մեկ չեն մկրտում, որովհետև իրանց ուղեղը խանգարում է։ Ուզում են ուղեղով հասկանան ոնց խոսան։ Դա քո խոսալու բանը չի, Տերն է խոսում։ Դու պետք է պրոստը բաց թողես, հավատքով ընդունես ու բաց թողես։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, եկեք ոտքի կանգնենք։ Մենք այսօր աղոթելու ենք Սուրբ Հոգով մկրտվելու համար։ Սկզբից Պետրոսի նման կանենք, որ խոսում էր ու Սուրբ Հոգին իջավ։ Այսինքն աղոթք կանենք, որ Սուրբ Հոգին գա մկրտվի այն մարդկանց, ովքեր որ գալու են առաջ։ Հետո, ովքեր դեռ մկրտված չեն ելնի, Պողոսի նման կանենք, կձեռնադրենք, հա, որ մկրտվեք։ Բայց մինչև Սուրբ Հոգով մկրտության աղոթքը ես ուզում եմ մի հարց տամ, ովքեր են այսօր առաջի անգամ մեր եկեղեցում, այսպիսի եկեղեցում, ընդհանրապես կյանքը դեռ Տիրոջը չի տվել, առաջի անգամ հրավիրել են այսօր եկել է այսպիսի տեղ։ Եթե դու ես հետո, ես խնդրելու եմ, պարզի ձեռքդ, ես խնդրելու եմ մի բան անես, արի առաջ ես էլ իջնեմ, մի աղոթք անենք իրար հետ։ Մինչև Սուրբ Հոգու մկրտությունը, որովհետև այսօր համ մկրտություն ունենք, համ հաղորդություն։ Մինչև Սուրբ Հոգով մկրտվելը, ովքեր առաջի անգամ են, եկեք առաջ մենք մի կարևոր աղոթք ունենք անելու։ Եթե դեռ կյանքդ Հիսուսին չես տվել, եթե ուրիշ եկեղեցուց հյուր ես եկել, կարող ես չգալ առաջ։ Բայց եթե առաջի անգամ ես, խնդրում եմ, արի առաջ մենք աղոթք անենք։ Տեր օրհնի ձեզ, ուրախ եմ շատ, Աստված օրհնի, դեմքով դեպի ինձ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, դեմքով դեպի ինձ կանգնեք, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Կխնդրեմ դեմքով դեպի ինձ կանգնեք, դեպի ինձ, ահա, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ շատ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, հրաշք օրհնված ելնես, Տեր օրհնի ձեզ, քեզ բարևեցի, Աստված օրհնի շատ, օրհնված ելնես, Տեր օրհնի, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, գանձ օրհնված ելնես, Տեր օրհնի ձեզ շատ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, օրհնված լինեք, Տեր օրհնի ձեզ շատ։ Հրաշքս օրհնված ելնես լիքը, օրհնված ելնես։ Գնամ մենք կողմը բարևեմ ու մենք մի կարևոր աղոթք ունենք հիմա անելու սիրելիներս։ Ձեզ բարևել եմ, ձեզ չեմ բարևել, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի քեզ հրաշք, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, գանձ թող Տիրոջ օրհնությունը քո վրա լինի, Աստված օրհնի ձեզ, հրաշք օրհնված ելնես, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ, Տեր օրհնի ձեզ, մի անգամ եւս Տեր օրհնի ձեզ, փառք Տիրոջը, փառք Աստծուն, փառք Աստծուն։ Գիտեք խեն կանչե ձեզ առաջ, Աստված օրհնի ձեզ։ Դուք եկել եք մի հատ կարճ աղոթք անենք իրար հետ։ Մենք այսօր աղոթելու ենք, որ բոլորը, ովքեր մկրտված չեն, մկրտվեն Սուրբ Հոգով, որ Տիրոջ Հոգին գա, իր ներկայությունով գրկի քեզ։ Բայց մինչև կհրավիրենք մյուսներին էլ, որ մկրտված չեն, մի կարևոր բան կա, որ դու պիտի անես։ Դա կոչվում է ապաշխարության աղոթք։ Գիտես, մի հատ ճանապարհ կա մեր կյանքում Տիրոջ հետ բարիշելու, երկին գնալու, դա այդ խաչն է։ Այս խաչի վրա Հիսուսը իր կյանքը քո համար տվել է, իմ համար տվել է։ Քո մեղքերի պատճառով, իմ մեղքերի պատճառով իր կյանքը տվել է, որ մենք փրկվենք։ Ու միակ ճանապարհը իմ ու քո իր հետ բարիշելու ես բառը օգտագործեմ։ Դա իր արած զոհը ընդունելն է խաչի վրա ու հրաժարվելը մեր արած սխալ քայլերից։ Դրա համար եթե դու պատրաստ ես, մի հատ կարճ աղոթք ենք անելու, ասել ենք Տեր ջան, կներես մինչև հիմա ոնց ապրել եմ։ Կյանքս քեզ եմ տալիս։ Ուզում եմ ապրեմ քո հետ, խաղաղ, հաշտ, համերաշխ։ Եթե այդ աղոթքին պատրաստ ես, խնդրելու եմ փակես աշկերդ իմ հետ կրկնես, լավ։ Փակի աշկերդ, ով համացանցով անայում դուք էլ փակեք ձեր աշկերը իմ հետ կրկնեք, հա։
Ասա իմ հետ, երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Աստված օրհնի քեզ։ Աստվածաշունչն ասում է, որ դու ես աղոտ քանում ես, երկնքում հրեշտակները պար են գալիս։ Դու այսօր ստիպեցիր երկնքում պար լինի։ Հայկական այսօրվա պարը, սիրելիս։ Աստված օրհնի քեզ։ Ես խնդրելու եմ մնաս քո տեղում, ծառայության վերջում մենք ձեզ նվեր ենք տալու նոր կտակարան, որպեսզի դու կարդաս Աստծո խոսքը, համ ծանոթանանք քո հետ, համ աղոթենք քո համար, եթե կարիք ունես, բայց ես հիմա խնդրելու եմ դու մնաս տեղ, չշարժվես, ես բարձրանամ կարդամ Սուրբ Հոգով մկրտության մասին, հետո կհրավիրեմ ովքեր դեռ մկրտված չեն ձեր նման, բոլորիդ համար կաղոթենք, որ Տիրոջ Հոգին գա ու մկրտի ձեզ, եթե ուզում եք, եթե չես ուզում մկրտվես, կարող ես գնալ են կողմ, դա ստիպողական չի, գնալ են կողմում սպասել, մինչև հաղորդություն կլինի, որովհետև մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու, Տիրոջ արյունն ու մարմինը պիտի ընդունենք, հա։ Դրա համար դուք եկաք մինչև դա ապաշխարելու, որ Տիրոջ հետ հարաբերությունները ճշտեք, որ կարողանաք հաղորդություն ընդունեք։ Բայց եթե կուզենաս Սուրբ Հոգով մկրտվես, ես խնդրելու եմ մնաս կանգնած, եւ ովքեր մկրտված չեն Սուրբ Հոգով, խնդրելու եմ գաք առաջ, որ մենք աղոթենք ձեր համար, սիրելիներս։ Ես մի երկու խոսք կկարդամ ու մենք աղոթելու ենք։ Ովքեր որ համացանցով են նայում, մկրտված չեն, դուք էլ կարող եք միանալ այս ամենին, հա։ Փառք Աստծուն, ովքեր որ մկրտված են Սուրբ Հոգով, խնդրում եմ մի իջեք։ Ովքեր որ մկրտված են, լավ չեն աղոթում, տեղումդ կարող ես մնալ, հա, կարող ես մնալ տեղումդ, երբ որ մենք աղոթք ենք անում, փորձես շարունակել աղոթելը։ Ես կխնդրեմ մի փոքր բոլորդ առաջ կգաք, որ ճանապարհ տակ ժողովրդին, լավ, Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի բոլորիդ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Ոնց է տեղի ունենալու մկրտությունը։ Մենք հիմա մի հատ, տեսեք, մկրտության համար պայմաններ կա։ Մի քանի կարճ պայման է։ Առաջինը դա պիտի փրկված լինես, պիտի ապաշխարության աղոթք արածնես, կյանքը Տիրոջը տված անես։ Դուք նոր արեցիք։ Մնացածը արդեն եթե առաջի անգամ չեն, արդեն արել են, կյանքները տվել են Հիսուսին։ Առաջի քայլը արդեն արած է։ Երկրորդ քայլը դա ցանկանալն է։ Գիտեք, եթե ես քեզ աշխարհի ամենաթանկ նվերը տամ, բայց դու չուզենաս վերցնես, ես չեմ կարող զորով քեզ տամ։ Հիսուսը ասեց դուք ձեր երեխեքը ձեր հաց ուզեն, կարող է տեղը քար տակ կամ ձուկ ուզեն օծ տակ եւ այլը։ Չէ, ասեց, բայց դուք որ կարողանում եք ձեր երեխեքին բարի պարգևներ տակ, տենց էլ ձեր հայրը կտա ձեր Սուրբ Հոգին, եթե ուզեք։ Այսինքն պիտի ուզենաս ունենաս Սուրբ Հոգուն։ Տիրոջ Հոգին ուզես, եթե չուզես, զորով Աստված չի տալու քեզ։ Այսինքն եթե դու հիմա ուզում ես Տիրոջը, Տերը գալու է քեզ մկրտի, սկսելու ես անծանոթ քեզ լեզուներով խոսաս։ Ես կարդացի Աստվածաշնչում արդեն մի քանի տեղ ոնց է դա լինում։ Այստեղ դալիճ է, բոլորը խոսում են Սուրբ Հոգու լեզուներով։ Աշխարհում մի քանի 100 միլիոն մարդ արդեն Սուրբ Հոգով մկրտված լեզուներով խոսում է։ Հա, սա այսօրվա նորություն չի, սա արդեն Տիրոջ Հոգին, ոնց որ Հովել Մարգարեում ասում է, վերջի օրը իմ հոգին կթափեմ ամեն հավատացողի վրա։ Այսինքն այդ process-ը այսօր կատարվում է։ Ու այսօր դու կարաս մասնակից լինես դրան։ Այսինքն առաջինը քեզ պետք է ապաշխարած լինես, երկրորդը քեզ պետք է ցանկանալ, այսինքն ծարավ ունենաս։ Ոչ թե կանգնես ասես, դե լավ, դե հիմա փորձենք կլինի, թե չէ։ Չէ, ծարավ, որ հա ուզում եմ։ Հա, երրորդը պետք է ինչ անես, խնդրես։ Մենք հեսա մի հատ էլ կաղոթենք Տիրոջը, որ Տեր տուր քո Սուրբ Հոգուն։ Հա, հորը կասենք հայր, իջացրու մկրտի մեզ քո Սուրբ Հոգով։ Եվ չորրորդը ինչ պիտի անես, պիտի ընդունես։ Հա, պիտի ընդունես, այսինքն գիտես ջուր խմելը ոնց է, տեսեք, եթե ես ուզում եմ ջուրը խմեմ, իմ մոտ ինչ վերապրում է, ես մի քիչ բերանց բաց եմ թողում ու քաշում եմ ներս, չէ, այդ վերապրումը պետք է ունենաս, պիտի
Տեր, գարի, ես սպասում եմ քեզ։ Տեսեք, ես իմ ամբողջ մարմինը ուզեց, որ այդ ջուրը իջնի։ Այդ նույն վերապրումը հիմա դու պետք է ունենաս, որ Սուրբ Հոգին գա։ Այդ պատրաստական, որ ես ուզում եմ մկրտեմ Սուրբ Հոգով։ Ու կսկսես օտար լեզուներով խոսալ, չզարմանաս, ասես, երբ որ ես առաջի անգամ եկել եմ եկեղեցի, ինձ ասին ուզում ես Սուրբ Հոգով մկրտվես, ասի այդ որն է, ասին դե կսկսես ուրիշ լեզուներով խոսալ, ասում այսինքն իրանք սկսեցին խոսալ, ասի ի՞նչ եք ձևեր թափում։ Ես էլ կարամ բռը խրը, բայց տենց չի։ Այդ բռը խրան էս ուղեղից գալիս է 2 րոպե կանգնում է։ Սուրբ Հոգով խոսացող մարդ ինքը երկար լեզուներով կարող աղոթի ժամերով առանց կանգնելու, որտեվ Տիրոջ հոգին է դա։ Դրա համար եթե պատրաստ ես, հիմա մենք անելու ենք այդ քայլերը։ Առաջի քայլը արած է, արդեն ապաշխարության աղոթք արել եք։ Երկրորդը ցանկությունը եթե կա, ծարավդ կա, Տերը կգա։ Երրորդը մենք պետք է խնդրենք հիմա։ Մենք հիմա պետք է խնդրենք Տիրոջ Սուրբ Հոգուն։ Այսինքն մենք հիմա իրար հետ մի հատ աղոթք ենք անելու։ Այդ աղոթքից հետո բերանը մի քիչ բացես թողում ու այդ ջրո այդ բանը վերցնելու պատրաստականությունը, որ վերցնես Սուրբ Հոգուն, հա։ Ու հիշի բառերը ստեղ չեն ծնվելու, չասես էլ ինչ ասեմ։ Ուղղակի բաց թող ինչ գալիս է, ինք իրանյան գնա։ Կարող է տառեր լինեն, հնչյուններ լինեն, կարող է երկար նախադասություններ, կարող է ինչ որ օտար լեզվուն, ծանոթ լեզուին մոտիկ ինչ որ բաներ գնան։ Բայց եթե անգլերեն գիտես, անգլերեն չես աղոթի հաստատ։ Սուրբ Հոգով աղոթում ես այն ինչ որ չգիտես, քեզ անծանոթ բան ես ասելու, լավ։ Եվ մի փոքր բարձր կաղոթես, որ ականջդ լսի, քո ականջը լսի դու ինչ ես աղոթում։ Լավ սիրելիս։ Բայց հիմա ուզում եմ հայերեն մի աղոթք անենք։ Խնդրում եմ փակի աշկերդ ու իմ հետ կրկնի։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես խնդրում եմ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Ես հենց հիմա հավատքով ընդունում եմ քո Սուրբ Հոգին։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի քեզ։ Հիմա ես կաղոթեմ։ Տես մենք բոլորը արեցինք։ Մենք ցանկացանք, մենք ապաշխարել ենք, ցանկացանք, խնդրեցինք, հա։ Հիմա մնում է ընդունենք, 4-րդը։ Ես հիմա կաղոթեմ։ Աղոթքի ընթացքում խնդրում եմ փակի աշկերդ ու աղոթքի ընթացքում այդ սպասումով, որ Տեր, բեր քո Սուրբ Հոգին։ Ինքն է գալու մկրտի։ Հիսուսն է մկրտողը, ես քեզ չեմ կարող օգնեմ։ Անկամ եթե ձերս դնեմ քո համար աղոթեմ, մեկը Հիսուսն է մկրտելու։ Հա, ես այդ զորությունը, լիազորությունը չունեմ սիրելիս։ Ինքն է ու դու ես։ Բայց ես խնդրելու եմ, փակես աշկերդ ու այդ վերապրումը, այդ սպասումդ լինի, որ Տեր, արի մկրտի։ Ու երբ որ ինչ որ բառեր կսկսեն ներսումդ, ազատ բաց թող, չքաշվես։ Այստեղ բրալոջուն բոլորը աղոթում են լեզուներով։ Բաց թող։ Լավ։ Աղոթենք։ Դալիճ խնդրում եմ դու էլ աղոթես։ Երկնային արքա, շնորհակալություն քեզ Տեր Աստված, որ դու բերում ես քո զորությունը ամեն մեկի վրա, Տեր։ Շնորհակալություն, որ քո Սուրբ Հոգին տալիս ես ամեն հավատացողի։ Ես խնդրում եմ հիմա իջացնես փառքդ ու քանդես ամեն ինչ, ինչը խանգարում է Սուրբ Հոգու մկրտությանը։ Հիսուսի զորավոր անունով ես արգելում եմ ամեն տեսակի խնդիր, ես արգելում եմ ամեն պատ ու պատնեշ, որը որ խանգարում է Սուրբ Հոգու մկրտությանը։ Հիսուսի զորավոր անունով ես հռչակում եմ այստեղ գտնվողների, համացանցով լսողների մոտ հենց հիմա բաց միտք ու բաց սիրտ ընդունելու Տիրոջ Հոգին։ Հիսուսի զորավոր անունով ես խնդրում եմ Տեր Հիսուս, իջացրու զորությունդ ու մկրտի ամեն մեկին։ Երկնքի երկրի առաջ ես հռչակում եմ Սուրբ Հոգու մկրտություն Հիսուսի զորավոր անունով։ Տեր փառքդ իջացրու, թող լեզուները գնան, թող կյանքի ջրերը բխեն իրանց մեջից։ Հիսուսի անունով թող իրանք երբեք էլ առաջվանը չլնեն։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Հալելույա։ Հալելույա։ Ես հիմա կխնդրեմ եղբայրներ արեք ու սկսենք ձեռնադրել ու աղոթել։ Մենք կսկսենք ձեռնադրել ձեզ ու կսկսենք խոսալ, լավ։ Հալելույա։ Հալելույա, շերոմա շեդուրամես սալու կորոմադաս